Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Տիկին Վարդանյան, բայց այդ ձեր ասած հետքը ես 2 օր առաջ ճեպազրույցի ժամանակից հարցել եմ, պատասխանել եմ, ինչ մի քանի ժամ առաջ։ 2 օր առաջ ճեպազրույց եմ տվել, բացեք։ Հա, հասկացա։ Տիկին Վարդան, պատասխանում արդեն պարոն Սիմոնյան։ Տիկին Վարդան, շնորհակալություն հարցի համար, տպածս եւ վերածս թղթերը վերջապես պետք է կան, լավ է։ Ես ոնց հասկանում եմ, դուք չեք կարդացել այդ թրիփի թուղթը, դե երկար է 8 էջ։ Ես հիմա մի երկու կտոր փորձեմ արագ sense գտնեմ, կարդամ ձեր հարցին վերաբերելի մասը։ Օրինակ, թրիփ զարգացման ընկերության հիմնում ենթավերնագրի ներքո գրված է, որ թրիփ զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել թրիփ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Հուսով եմ ձեր լսողությունը ֆիքսեց սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողություն ուրեմն ձևակերպումը։ Ախր այն մասերը չեմ հասցնել գտնեմ, որտեղ ասում եմ, որ հստակ բաժնեմասերի մասում, լավ, ինչ որ է։ Մի խոսքով առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում որևէ կերպ նվիրում, վաճառք եւ այլն առանց Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության տեղի ունենալ չի կարող։ Այս երկրորդ ուրեմն դրույթը համաձայնեցված, որը ուղղակիորեն պատասխանում է ձեր հարցերին։ Մի քիչ որ անուղղակի, չնայած դրանից ուղղակին որն է, կարող եմ բազմաթիվ տեղեր մեջ բերել, որտեղ ասում եմ, որ Հայաստանը ինքնիշխան եւ իրավազոր, իրավունք է, ինչ հարցում են, անքննելի, ասում եմ, քննարկման ուղիղ գրած է, չի կարող քննարկվել եւ բացարձակ է։ Մի 10 քանի տեղ իսկապես կարելի հաշվել եւ այդ թիվը մի հատ ասել, էլի։ Հետևաբար 16 հաշվել են, շնորհակալություն։ Հետևաբար ձեր հարցի ուղիղ պատասխանն է այդպիսի բան, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության, այսինքն բաժնեմասի, մասնակցության, բանի, ոչ միայն Ադրբեջանի ընկերությունի, որևէ երկրի, որևէ ընկերության հետ տեղի ունենալ չի կարող։ Բացառվում է միայն, էլի ուր քանի երրորդ անգամ ասում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պիտի համաձայնությունը տա։ Հետևաբար կարծում եմ բանա չարժի էլի չեղած բաներ այդքան փչել լուրջ ասնել, վերջը գրած է էլի կարանք կարդանք նայենք։ Արձագանք։ Մի կտորին բան։ Նախ կարդացել եմ, բայց դուք ոնց որ չեք հասկանում, հարցը կամ չեք լսել, կամ չհասկացաք։ Ուրիշ բանի մասին էր խոսքը, բայց ինձ թվում է իմ հարցից առանձին դուք պիտի դրա մասին տեղեկություն ունենայիք, որտեղ Պաշտոնյան ԱՄՆ հաջորդ օրը եկել է Հայաստան։ Ես ասում եմ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա գնացել է Ադրբեջան, այդ թվում ձեր գործընկերոջ հետ քննարկել է հարցեր կապված ԱՄՆ մասնավոր ընկերությունները, ոչ թե 76-24-26-74-ը, այլ ԱՄՆ մասնավոր ընկերությունները, ովքեր պիտի աշխատանքներ իրականացնեն, այնտեղ այդ ընկերություններում կորպորատիվ ադրբեջանական պետական ընկերությունների կորպորատիվ ներդրումների հարցը։ Դուք հիմա ինչ եք մեջ բերում, ինչ կապ ունի դա իմ տված հարցի հետ ընդհանրապես, հիմա բան կանեք, հարցնում եմ, այս ամեն ինչը թրիփի համատեքստում, ոչ թե ընդհանրապես, հիմա այս ամեն ինչին, այս վտանգներին, դուք ո՞նց եք պատրաստվում բան անել, հակադարձ, ինչ գործիքակազմ ունեք, հիմա կավարտեմ կպատասխանեք, ինչ գործիքակազմ ունեք, ես արդեն կարող եմ խոսել, ձեր ժամանակը լրացավ, Տիկին Վարդանյան, Չէ, դե ես Պարմեզյանը ինչ ասում է ճիշտ է։ Ես երկրորդ հարցնել էի տվել։ Իհարկե լրացել է Պարմեզյանը։ Տիկին Վարդանյան։ Ամեն ինչ արեք, որ հարցին չպատասխանեք, ամեն ինչ տենց։ Ես ձեզ այնքան եմ հարգում եւ սիրում Տիկին Վարդանյան։ Ես նաեւ բացի պարտավորությունից, ես բարոյական պարտավորություն եմ զգում ձեր հարցին պատասխանել, բայց էլի փառք Աստծո, ամեն ինչ ձայնագրվում է, կարող եք ձայնագրություն նայել, եթե հիշողությունը որ հարցումներ անելու իրավունք ունի։ Պարոն Թունյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ցանկացած գրության համար մենք պետք է ենթարկվենք պատասխանատվության ոչ ու ոչ մի դեպքում։
Եվ եթե դուք նկատում եք, պարոն Աղազարյանը իր ելույթում անդադ ասում էր, որ ես դրա դիմաց ոչինչ չեմ ուզել։ Այսինքն այդ նյութական առավելությունն էր փորձում վիճարկել։ Դա իհարկե կոնֆրոնտացիա իրավունքը ապահովելուց մենք կքննարկենք, բայց դուք որպես իրավաբան էլի գիտեք վստահ եմ, որ մինչև մենք անձին մեղադրյալի կարգավիճակ չտանք եւ իրեն իրավունք չտանք, որ ինքը իր դեմ ցուցմունք տալու իրավունքից օգտվի, մենք չենք կարող առերեսում անել, որովհետեւ վկայի կարգավիճակով անձը պարտավոր է ցուցմունք տալ։ Իսկ մեղադրյալի կարգավիճակով իրավունք ունի լռել։ Վկայի համար որոշակի բացառություններ կան, բայց շատ սահմանափակ։ Իսկ մեղադրյալի պարագայում ինքը կարա լռի։ Եվ այս իրավիճակում նորից պատասխանելով ձեր մյուս հարցին, թե ՍԱՏՄ պաշտոնյային գիտենք, թե չգիտենք, գիտենք, դուք էլ գիտեք։ Եվ դա այն ժամանակ վստահաբար երբ որ անունը կբացահայտվի, բոլորից շատ հայտնի անձ է։ Անձը, որը որ ՍԱՏՄ պաշտոնատար անձ որպես վկայակոչվում է, եղել է ժամանակավոր պաշտոնակատար։ Պարոն Գաբրիելյանն ինձ ասում է, որ դե հիմա դուրս գանք մի 100 հոգու հեռախոս սպասարկվելու է այս Բաղրամյանի ալեհավաքով։ Շատ լավ, իհարկե սպասարկվելու է, բայց դուք ուշադրություն դարձրել եք, որ իրանք զանգ են ունեցել այդ ընթացքում։ Դուք նկատել եք, որ այդ օրը առավոտյան Հովիկ Աղազարյանը ինքն է զանգում Սլավիկին, եւ Սլավիկի հեռախոսը սպասարկվում է այդ ժամանակ Արմավիրում։ Հետո երբ որ իրանք հանդիպում են, Աղազարյանը ինքն է զանգում Սլավիկին, այսինքն մենք չենք ասում, որ այդ պահին Բաղրամյան փողոցով անցնող բոլոր անձանց ում հեռախոսները սպասարկվել են իրար հետ կապ ունեն։ Չէ, մենք ասում ենք Սլավիկը չի ստում սրա մասին։ Պարոն Աղազարյանը հետաքրքիր թեզ է բարձրացնում, ենթադրում եմ դա իրանց պաշտպանական տակտիկան է լինելու, որ այդ տարբեր աշոտներ են։ Մեկը աշոտիկ է, մեկը աշոտ է։ Չէ, դա նույն մարդն է։ Եվ ինչքան էլ փորձեն այստեղ այդ բառախաղը ստեղծել աշոտ-աշոտիկ։ Եթե դուք նայեք իրենց հեռախոսային խոսակցությունների բառացի վերծանումները, որոնք ես ուղղակի բառապաշարը հարիր չի ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու, ինչքան էլ մենք փորձել ենք, հա, ավելորդ բառերը մեջից բազմակետերով զտել, որպեսզի չվիրավորենք ոչ մի լսողություն։ Ամեն դեպքում այդտեղից ձեզ համար պարզ կլինի, որ Սլավիկն ինքն ասում է, որ աշոտի ներկայությամբ Աղազարյանը չխոսեց։ Դրա համար ճիշտ է, որ աշոտը սպասի մեկ այլ տեղում։ Եվ հետո հետ է գալիս, ասում է, այսքան թիվ ուզեց։ Եվ մենք հաջորդ օրը պատրաստ, եւ մենք այդ բառը ընդգծել ենք խոսակցության մեջ եւ վերջել ճակերտներում։ Պատրաստ պիտի գնանք իրեն հանդիպենք։ Եվ հանդիպումը կայանում է։ Եվ հանդիպման առաջին զանգը պարոն Աղազարյանն է հնչեցնում։ Բացի դրանից, երբ որ վկայի կարգավիճակով պարոն Աղազարյանը հարցաքննվում էր, կտրականապես ժխտում էր, որ ՍԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել։ Բայց օբյեկտիվ փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսը զանգեր է ունեցել։ Դրա մասին երկու падգամավորներն էլ բարձրաձայնեցին իրենց ելույթներում։ Այսինքն այստեղ հատվածական եւ վերացարկված փաստական տվյալները իրարից որ ներկայացնեք, իհարկե ստացվում է, որ դե երկու հոգի իրենց համար խոսել են, չէ։ Երկու հոգի պայմանավորվել են, որ որոշակի առավելություն ստանալու դիմաց ազգային ժողովի падգամավորը պետք է իր պաշտոնեական լիազորությունները օգտագործի։ Պարոն Աղազարյանը շահարկում ասում է, այ հիմա դուք ինձ թույլ կտաք, որ քրեական հետապնդում հարուցեն, եւ դրանից հետո ինձ կտանեն ու կկալանավորեն։ Ես նորից պիտի հիշեցնեմ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը եւ ասեմ, որ որպեսզի ես կարողանամ ազատությունից զրկելու հետ կապված որևէ խափանման միջոց, այո, դուք պետք է թույլ տաք, եւ եթե տեսնում եք, ես ոչ մի նման միջնորդություն չեմ ներկայացրել։ Պարոն Թունյանը նշեց Վճռաբեկ դատարանի որոշման մասին։ Պարոն Թունյան, շնորհակալություն, որ որոշման մասին խոսելու հնարավորություն տվեցիք ինձ։ Ես խնդրեմ այնտեղ ուշադրություն դարձնեք, որ դատարանը արձանագրել է, որ խախտումը վերացվել է դատախազության կողմից։ Ուղիղ արձանագրել է։ Եվ նաև արձանագրել է, որ մեղքի հետ կապված որևէ դիտարկում չունի, որովհետև օբյեկտիվ փաստական տվյալներով, ներքին դիտման արդյունքներով